Հիմա ինչ կապված է Ռուսաստան այցի հետ։ Երբ որ հատուկ ռազմական օպերացիան սկսվեց, Ռուսաստանի նախագահը բաց տեքստով ասաց հետևյալը. ասաց այն պայքարը, որ մենք տանում ենք մեր ինքնիշխանության համար, դա ազգային ազատագրական պայքար է, սա մեկ։ Երկրորդը ասաց, որ մենք պայքարում ենք ոչ միայն մեր ազատության համար, այլև ամբողջ աշխարհի ազատության համար։ Այսինքն ԱՄՆ եւ իր դաշնակիցների միանձնյա համաշխարհային տիրապետության դեմ ազգային ազատագրական պայքարի առաջնորդը Ռուսաստանն է, ազգային ազատագրական պայքարի լիդերն էլ Ռուսաստանի նախագահն է։ Եվ Մոսկվայում, երբ որ հանդիպեցին, Ռուսաստանի նախագահի խոսքը ես ընկալում եմ հետևյալ ձևով. դա մեսիջ էր մեր հանրությանը, մեր հասարակական քաղաքական դաշտին, այդ մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի դեպքում Արևմուտքում, Վաշինգտոնում եւ Բրյուսելում կա արդեն որոշում, որ այդ դեպքում Հայաստանը մեծ տեմպերով գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, որը ծանր աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Հետևաբար Ռուսաստանի նախագահը հուշեց, որ այս ընտրությունները պայքար են լինելու այդ աղետի ճանապարհով գնալու եւ այդ աղետից խուսափելու միջև։ Ըստ էության ես դա անցալում եմ, քանի որ դեռ Ռուսաստանը նախագահը ուղիղ տեքստով ասում է, որ Ռուսաստանը ազգային ազատագրական պայքար է վարում եւ ինքն է առաջնորդը դրա, հետեւաբար Ռուսաստանի նախագահը ազգային ազատագրական պայքարի առաջնորդն է, ուրեմն ես դա անցալում եմ իր ասածը որպես կոչ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտին միանալ Ռուսաստանի կողմից բարձրացված ազգային ազատագրական պայքարին։ Այլ ձևով ինձ համար սա այլ ձևով ես չեմ հասկանում։ Այսինքն ինքը իր խոսքում ցույց տվեց այն աղետի մի փոքր մասը ավելի շուտ, որը մեզ սպասվում է, եթե ընտրություններում հաղթի գործող իշխանությունը։ Դրանից հետո արդեն փոխվարչապետ Օվերչուկը ավելի մասնագիտորեն դետալացված բացեց ինչ է սպասվում։ Նախ դրանից առաջ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը հետաքրքիր մի բան գրեց, ասաց, որ եթե առաջ Ռուսաստանը դեմ չէր, որ պետությունները եթե ուզում են գնային Եվրամիություն, ինչու որտեվ Եվրամիությունը տնտեսական կառույց էր, մաքսային միություն, եւ մեծ հաշվով, եթե շատ են ուզում տնտեսությունը իրենց ոչնչացնել, թող գնան ոչնչացնեն Եվրամիությունում։ Բայց ասում է հիմա Եվրամիությունը վերածվում է արդեն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական կառույցի։ Եվ այդ դեպքում արդեն ինքը կարծիք հայտնեց, որ միգուցե Ռուսաստանը պետք է այդքան հանգիստ չվերաբերվի իր հարևան պետությունների քայլերին, որոնք ուղղված են Եվրամիության անդամ դառնալուն։ Եվ ըստ էության դրան եւս դեմ կանգնի։ Հետո արդեն Օվերչուկը Մոսկվա այցից հետո արդեն մասնագիտորեն բացատրեց ինչ է տեղի ունենալու։ Նախ առաջինը Եվրամիություն մտնելով պետությունը պարտավորություն է վերցնում, ստորագրելով Եվրամիության գործունեության մասին պայմանագիրը, սեփական ինքնիշխանությունը սահմանափակել, այսինքն մի շարք կարևորագույն ոլորտներում որոշումներ կայացնելու իրավունքը ազգային մակարդակից հանձնում է Եվրամիությանը, այսինքն մեր փոխարեն իրենք են որոշում կայացնելու։ Երկրորդը Եվրամիությունում չկա միաձայն որոշումների ընդունման մեխանիզմ, այսինքն միաձայն ոչ մի բան չի կատարվում այնտեղ։ Մեծամասնությամբ ձայներով, այն էլ որոշիչ ձայներ են ունենում սովորաբար մեծ պետությունները՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա եւ այլն։ Հիմա Եվրամիությունը տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, ռազմական գործողություններ է վարում Ռուսաստանի դեմ, ավիա
հաղորդակցությունը դադարեցրել է եւ այդ նշանակում է, որ եթե Հայաստանը դառնում է անդամ, ուրեմն հրամանով, Բրյուսելից հրամանով Հայաստանը պարտավորվելու է Ռուսաստանի դեմ այդ գործողություններին միանալ։ Դե ուրեմն Օբերչուկի ասածն է արդեն, որ դադարելու է եւ ավիահաղորդակցությունը եւ բնականաբար եթե Հայաստանը սկսի միանալ պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ, ուրեմն Ռուսաստանը պետք է փոխադարձաբար քայլեր իրականացնի, գազի գին, դեպի Ռուսաստան գնացող ապրանքների սահմանափակում եւ այլն։ Երկրորդը, այնտեղ Ռուսաստանի նախագահը անդրադարձ կատարեց այն քաղաքական ուժերի նկատմամբ, ենթադրում եմ դա Սամվել Կարապետյանի մասին էր խոսքը, նա անուն չտվեց, բայց ենթադրում եմ իր մասին էր խոսքը, ինչու որովհետև ըստ էության մարդուն բանտարկում են եւ ուզում են զրկել քաղաքական process-ին մասնակցելու իրավունքից միայն նրա համար, որ ինքը կապված է Ռուսաստանի հետ։ Այսինքն օրենք չի խախտել, ինչ որ պետության դեմ քայլ չի արել, այլ պետության օգտին, չգիտեմ, լրտեսություն չի արել, բայց միայն նրա համար, որ ինքը կապված է Ռուսաստանի հետ, արդեն իսկ այդ հիմքով սահմանափակումներ են մտցվում։ Դե դրա համար Ռուսաստանի նախագահը ստիպված եղավ անձամբ այդ հարցին անդրադառնալ։ Այսինքն իրականում Ռուսաստանի կողմից ես տեսնում եմ, որ կոչ էր արևմուտքի նկատմամբ ավելի կոշտ դրսևորում ցուցաբերելու հարցում, որպեսզի ապագա ընտրություններում հնարավորություն լինի հաղթել։ Դե օրինակ մենք գիտենք, որ ապօրինությունների վերջին տարիների ապօրինությունների համար կանաչ լույս է տվել արևմուտքը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները։ Նրանք ովքեր որ թվում էր թե պետք է որ ապօրինությունների դեմ ամենակոշտ կեցվածքը դրսևորեն, իրենք կանաչ լույս են տվել եւ իրենք են դրա հեղինակը, իրենք են թույլատրողը դրա։ Հետևաբար ճնշում պետք է լինի իրենց նկատմամբ։ Հետևաբար դա կոչ էր ավելի կոշտ կեցված դրսևորել ընդհանուր արևմուտքի նկատմամբ Հայաստանում։ Թե օրինակ ես մի երկու օր առաջ Արմեն Աշոտյանը, եթե չեմ սխալվում, ԵՄ-ին դիմաց մի ակցիա իրականացրեց, դպրոցական պայուսակը նետելով Եվրամիության դռների առաջ, ընդ որում Արմեն Աշոտյանը մարդն է, որը շատ է շփվել եվրոպական կառույցների հետ, կուսակցությունների հետ եւ ըստ էության երևի ինքն էլ է հասկանում ինչ ուղի է բռնել հիմա Եվրոպան եւ Եվրամիությունը եւ ընդհանուր արևմուտքը։ Բայց ինքնին դա լավ է, որ այդ որոշակի ընդվզումը կա, բայց ինքը բավարար չի։ Այսինքն մենք առաջիկա ընտրություններում եթե իշխանությունը գնա տոտալ խախտումների, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները աչք են փակելու, ոչ միայն աչք են փակելու, իրենք խրախուսելու են դա, ասել են ընտրությունները անցան ազատ, թափանցիկ, ժողովրդավարական եւ այլ, այսինքն եւ ցանկացած ընդվզում, որ դրա դեմ կճնշվի իշխանությունների կողմից, իրենք ողջունելու են։ Հետևաբար կարելի է դրան գործնականում դիմակայել։ Այ օրինակ մի մտքով, մի առաջարկ անցավ մտքովս, ասենք կարելի է ընտրարշավի վերջին օրվա հաջորդ օրը, երբ որ լռության օր է, ընդդիմությունը առանց պետք չի միավորվեն իրար հետ ինչ որ կազմակերպության տակ կամ ինչ որ հայտարարության տակ, բայց կարող են միասնական ուժերով ընտրարշավի վերջին օրվա հաջորդ օրը, լռության օրը, մի հատ անժամկետ ակցիա սկսել բողոքի օրենքի շրջանակներում ԱՄՆ եւ Եվրամիության դեսպանատների առաջ, բազմա հազարանոց։ Եվ հայտարարվի, որ այդ ակցիաները տևելու են մինչև ընտրությունների պաշտոնական ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփման օրը։ Իսկ իմաստը այդ ակցիայի հետևյալն է լինելու, որ արևմուտք դու ես այս իշխանությունների ապառունությունների հեղինակը, թեև տվողը եւ ինչ որտեղ պատվիրատուն, մենք դա գիտենք,
եւ այդ ակցիաները լինելու են դեղին քարտ Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, որ ընտրությունների ձայների հաշվարկից սկսած մինչև նախընտրությունների օրվանից, հետո ձայների հաշվարկից սկսած մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, այդ ակցիաներով բազմահազարանոց մեր հայրենակիցների զանգվածը հետևելու է ԱՄՆ եւ Եվրամիության գործողություններին։ Եթե իրենք թույլ տան, որ ապօրինություններով կեղծվեն ընտրությունները, ապա այդ ակցիաները եւ ընդհանրապես հակաարևմտյան կեցվածքը դառնում է մշտական եւ օր ու դադար օրենքի շրջանակներում իհարկե օր ու դադար այդ դեսպանատները չեն ունենալու հավաքական ընդդիմության կողմից։ Այնքան ասենք, այնքան մնան այնտեղ, որ ԱՄՆ եւ Եվրամիության դեսպանները հոգնեն աշխատանքի գալուց։ Այսինքն աննախադեպ ճնշում է պետք մինչև ընտրությունների ավարտը եւ արդյունքների ամփոփումը, որ Վաշինգտոնից, Բրյուսելից զանգ կա իշխանություններից, ասեն մի խոսքով այնց արեք, որ հանկարծ ժողովրդի զայրույթը մեր վրա չգա։ Սա բավական հեշտ է կազմակերպել, մնում է ուղղակի քաղաքական կամք դրսևորել։ Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանից ուղերձը Ռուսաստանի նախագահի կողմից հենց դա է։ Ես դեմ չեմ արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելուն, ընդհանրապես դեմ չեմ, բայց որպեսզի այդ հարաբերությունները լինեն փոխշահավետ եւ իրավահավասար, մի հատ արևմուտքի քթին պետք է տալ, այնց որ ամբողջ կյանքում չմոռանա, որ չխառնվի մեր ներքին գործերին, որ մեր ինքնիշխանությունը կասկածի տակ չդնի։ Այն նոր դրանից հետո, երբ որ սովորենք արևմուտքին ասել ոչ, դրանից հետո կարելի է արդեն հավասարը հավասարի, ոչ թե տերն ու ծառան կամ ստորադաս վերադաս սկզբունքով նստել եւ տեսնել ինչպես են կառուցում մեր հարաբերությունները։ Այլ ձևով, քանի դեռ մենք իրենց լծի տակ ենք, մենք չենք կարողանալու իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերություններ կառուցել։ Ես կարծում եմ Ռուսաստանի կողմից ուղերձը